Բարև ձեզ, լավ լսվում է, չէ՞, հուսով եմ, okay. Նախ ուզում շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին, Simply Technologies-ին, AI coding-ը ինձ թվում է շատ կարևոր մի հատ ոլորտ է, որտեղ ու լինելով նորը դեռևս ոչ մեկ այնց կոնկրետ գիտելիք չունի, թե ճիշտ ձևը, ամենաէֆեկտիվ ձևը որն է, ու երևի թե կարևոր բաներից մեկը այս knowledge sharing-ն է, ու այդ թվում նաև այս կոնֆերանսը դրանով է իմ համար կարևոր, ես էլ եկեք սկսեմ նրանից, որ ներկայացնեմ ինձ, իմ անունը Արսեն Եղիազարյանն է, ես հիմա soft construct-ում եմ աշխատում, իմ background-ը ոնց որ ֆիզիկայից է գալի, ես մի 5 տարի գիտաշխատող եմ աշխատել, վերջի 10 տարին էլ աշխատում եմ AI/ML ոլորտում, AI/ML ոլորտում ոնց որ արել եմ այն ամեն ինչը, մինչև այս LLM-ները գալը ենթադրվում էր, թե ինչ է նշանակում AI/ML ոլորտ, դա data cleaning-ն է, մոդելներ սարքելն է, այդ մոդելները production տանել, production-ը monitor անել, հետևել, որ ամեն ինչ լավ է, periodic retraining-ներ կազմակերպել եւ այլն։ Եղել է իմ կարիերայի մի հատ կտոր, որտեղ ես CTO եմ աշխատել, հենց web application էինք սարքում մի հատ, այդտեղ ես փորձ եմ ձեռք բերել հենց back-end, front-end թիմերի հետ աշխատել, ղեկավարել, հասկանալ ինչ է նշանակում web application-ի արխիտեկտուրա եւ այլն, ու երևի թե կարևոր մասից մեկը ասել են, որ ես back-end-ի հետ կապված փորձ ունեցել եմ, այսինքն փորձ ունեմ back-end-ի, բայց front-end-ի հետ կապված փորձ չեմ ունեցել, տենց էլ JavaScript չսովորեցի ես, հետեւաբար նաեւ այս React-ի framework եւ այլն, то есть JS-ի framework-երը front-end-ի տենց էլ չեմ սովորել, ու սա ինչի համար է կարևոր, որովհետեւ հիմա ես սկսվել եմ իմ փորձով, ինչպես իմ փորձով թե այդ web application սարքելուց ինչ խնդիրների ես բախվում, եթե դու այսպես ասած կիսա ծրագրավորող ես իմ նման, այսինքն այն փորձառու ծրագրավորողները երևի թե իրանց experience-ը cloud code-ի հետ մի քիչ ուրիշ է, իդեպ հենց cloud code-ով եմ աշխատում, դրա մասին հետագայում կասեմ, այսինքն ինչպես կառուցել product, խոսքը ինչ որ prototype-ի մասին չի, ինչ որ lovable style ինչ որ մի բանի, խոսքը նաև նրա մասին չի, որ ինչ որ ունենք production-ում ինչ որ application, որը sense մեծ load-ի տակ աշխատում է, այլ հենց MVP, մի քանի տեստային կլիենտներով, այդ ճանապարհի ընթացքում cloud code-ի հետ աշխատելու փորձ եմ ուզում կիսեմ, ընդ որում ես չեմ խոսալ նրա մասին, թե cloud code-ը ինչ պլյուսներ ունի, ուժեղ կողմեր ունի, որտեղ դրա մասին բոլորս գիտենք, ավելի շատ ուզում խոսալ այն խնդիրների մասին, այն pitfall-ների եւ այլն, որոնց բախվում եմ ժամանակ առ ժամանակ ու ուղղակի դրանցով ուզում եմ կիսվել։ Web application-ը իրականում ինքը տենց սխեմատիկ ամենապարզ ձևով ուղղակի ամենա-basic բանն եմ գրել, ինքը իհարկե ոնց որ բաղկացած է React-ի front-end-ից, Python-ի back-end-ից, Python-ի ես տիրապետում եմ, դրա համար որոշեցի back-end-ը, որ պետք է Python լինի, database ու այստեղ back-end-ը եւ մի հատ կարևոր յուրահատկություն ունի, որ ինքը շատ LLM API heavy է, այսինքն LLM ասել նկատի չունեմ cloud code-ը, որով աշխատում, այլ հենց user-ը, որը փոխազդում է UI-ի հետ, ինքը հաճախ, ոնց որ application իմաստը այն է, որ ինքը ազատ տեքստ է գրում, ազատ տեքստը LLM API call-ի միջոցով վերածվում է մի հատ structured object-ի, որը ինքնին պետքա լինի ոչ հակասական, բավականին բարդ օբյեկտ է, բայց ստե բարդությունը մենակ այն չի, որ յուրաքանչյուր օբյեկտը պետք է լինի ոնց որ ինքնահամաձայնեցված ու ոչ հակասական, այլ նաև բոլոր օբյեկտները, որոնք սարքվում են, իրանք իրար մեջ է պետքա լինեն ոչ հակասական ու դա բարդացնում է ընդհանուր այն prompt-ն է բարդացնում այն թե ոնց պետքա LLM API-ի հետ փոխազդես։ Իրականում ես ոնց որ այս պրոյեկտի մեջ եւ փետրվարի վերջից տենց ընկերոջս հետ մտա, ստե կարևոր է մի հատ բան նշել, որ ես տեխնիկական մասով, այսինքն code base-ի հետ մենակ ես եմ աշխատում, այսինքն դա ինչ որ չափով պարզացնում է, ինչ որ չափով չէ, դա իրականում պարզացնում է իմ flow-ն, որովհետեւ եթե երկրորդ, երրորդ մարտն է ավելանում, ամենայն հավանականությամբ այն ինչ որ ես հետագայում ներկայացնելու եմ, այդ ամեն ինչը մի քիչ բարդացնում է, այս մոտորապես չէ, հենց 290 commit-ա տեղի ունեցել, մոտ 20000 տող back-end-ում, մոտ 100 ֆայլ, մոտ 150 ֆայլ front-end-ում, cloud code եմ օգտագործում, ես տենց ոնց որ այն մարդկանցից եմ, որ
cloud code-ը մի անգամ օգտագործեց, այլ ոչ մի ուրիշ բան տենց չի ճանաչում։ OpenAI-ը օգտագործում LLM API call-երի համար, ուղղակի տենց պատմականորեն տենց ձևավորվեց, կարող է cloud լինել, կապ չունի։ Կա DB, կա Docker of production, Docker of deployment, բաներից, plugin-ներից իրականում ընդհանրապես միայն front-end-ի, հենց cloud-ի պաշտոնական front-end design plugin-ն եմ օգտագործում։ Մեկ էլ 3 հատ cloud-ի տենց շատ parts քիլ եմ ավելացրել իմ մոտ, որը ինձ օգնում է աշխատանքի ընթացքում, հեսա ինձ մասին եք խոսանք։ Ու իրոք տենց ոչ մի տող կոդի ես ձերով չեմ կպել, այսինքն ես հատկապես Python-ի մասով կոդը նայում եմ, նայում եմ ինչն է դուրս գալի, ինչ է, ինչի եւ այլն, ասում եմ փոխի եւ այլն, բայց ինքս ոչ մի տող կոդ չեմ գրել։ Եկեք առաջ գնանք հենց սկսենք բաներից, այս սկիլներից, որոնք ավելացել են, ոնց ասես իրանք հասարակ են, բայց ես մի քանի տարբեր բաներ փորձել եմ շատ։ Ինձ եկել եմ այն եզրակացության, որ այս parts skill-երով ինձ շատ ավելի հեշտ է աշխատել, քան երբ որ ինչ-որ barred skill-եր եմ օգտագործում։ Հեսա կասեմ ինչի մասին է։ 3 skill-ը, երրորդի մասին հաջորդ սլայդում կխոսամ, այս երկու skill-ը ուղղակի տենց հենց այս սլայդում կխոսանք, առաջինը հենց UI UX, ոնց որ տենում եք իրական description-ը ահավոր པարզ է, սա skill-ը ուղղակի այսքանում է բանալվում, ձևակերպվում, ուղղակի ասում եմ, որ ինչ որ խոսալու հետ cloud code-ի հետ, մեկ-մեկ ես ուղղակի դնում եմ վերջում /UI UX ու դա ուղղակի բերում է նրան, որ ես սկսում եմ cloud code-ի հետ խոսալ հենց ոչ թե կոդի վերաբերյալ, ոչ թե արխիտեկտուրայի վերաբերյալ, այլ հենց ասում եմ UX-ական թեմաներով իմ հետ շփում տար, ոնց principal UX architect-ը դա կաներ, ու սա իրականում շատ է օգնում, ընդհանրապես այս մի քանի տողով միանգամից ես սկսում եմ UX-ական մասով ինչ որ շփումներ ունենալ կոդի հետ, որովհետև այս վիճակում, երբ որ արդեն կոդ գրելը դարձել է բավականին էժան, միգուցե համարաձրի, UX-ական մասը ինձ թվում է դառնում է ցանկացած application-ի այն տարբերություն ստեղծող կտորը, վատ UX-ով application-ը ուղղակի ապագա չունի, ու ուղղակի սա ավելացնելով իրականում շատ հետաքրքիր ու տենց UX-ական ոնց որ նույնիսկ UX-ական փորձ է ձեռք բերում sense բաների մասին խոսամ, մի հատ էլ երկրորդ skill-ը դա ուղղակի դոկումենտացիաների update-ն է, ես դոկումենտացիաները էլի բավական հասարակ ձևով եմ պահում, մի հատ cloud MD կա, մի հատ backend-ում backend MD կա, front-end-ում front-end MD կա, մի հատ է docs folder կա, որտեղ արդեն feature level դոկումենտացիաներն են պահվում, օրինակ auth MD կամ այլն, ու ամեն անգամ երբ ես ինչ-որ feature եմ update անում կամ նոր feature եմ ավելացնում, ուղղակի վերջում կանչում եմ update markdowns, ու ընդ որում ես cloud-ին ասում եմ դու որոշի, արդյոք feature-ը արդեն այնքան է մեծացել, որ ինքը արժանի է արդեն մի հատ առանձին document file-ի, ու ինքը տեն ժամանակ առ ժամանակ, ոնց որ ինչ-որ մի կտոր backend-ից կամ front-end-ի բանից, feature-ներից առանձնացնում տանում է դոկումենտացիայի մեջ է դնում։ Ու երրորդ skill-ը, ես իր մասին կխոսանք, դա brainstorm-ի skill-ն է, իրականում էլի մաքսիմալ հասարակ եմ թողել, չգիտեմ, երևի ասենք շատերը ինչ որ օրինակ super powers-ի plugin-ը կարող է օգտագործում եք կամ օգտագործել եք ինչ որ մի ժամանակ, ինքը դե open source է, իր brainstorming-ի այդ MD ֆայլը կարող բացեք նայեք, շատ երկար մի հատ ֆայլ է, որը ճիշտն ասած իմ կարծիքով sense մի քիչ overkill է, երբ որ հատկապես մենակ եմ աշխատում code-base-ի վրա, իմ համար դա միայն բարդացնում է, ու բացի դրանից brainstorm-ը իմ կարծիքով պետք է լինի մի քիչ ավելի sense ոչ թե շատ խիստ ստրուկտուրավորված ինչ որ հերթականություն հրամանների, այլ sense ազատ մտքերի ու այդ միտք բառը ստե նաև cloud code-ին եմ փաստորեն վերագրում, ինչ որ ազատ մտքերի փոխանակում ու այդ առումով, չգիտեմ, երբ որ ընդհանրապես այս փոքր բանն եմ գրում ու սկսում եմ feature քննարկել, սա ինձ շատ է օգնում։ Ընդ որում կապ չունի feature-ի մեծությունը, բան ցանկացած session cloud code-ի հետ, տենց մի 98% լավ, sense ասեմ, սկսում եմ ուղղակի sense /brainstorm ու ինչ որ բան եմ գրում կամ /brainstorm ներկայացնում եմ ինչ եմ ուզում implement-ել, մի հատ է վերջում կարող եմ գրեմ /UI UX, այսինքն մի հատ է հենց սկզբում մի հատ UX-ական մասով քննարկեմ, հետո անցնեմ տեխնիկական մասին։ Դաժե նույնիսկ եթե bug ինչ որ bug եմ գտել, փոքր bug-ը ուզում եմ փոխեմ, մի հատ գրում եմ /brainstorm bug-ը ներկայացնում եմ ու ոնց որ դրանից հետո ոնց որ երբ cloud-ը բոլոր relevant context-ը հավաքում է, դրանից հետո սկսում ենք արդեն կարամ ուղղակի վերջում գրեմ implement this ու всё։ Այսինքն այս պահը ոնց որ ինձ թվում է տենց հասկանալի է բավականին, ես միշտ սկսում եմ /brainstorm-ով երկար ժամանակ, այս այն մասն է, որտեղ ես ոնց որ ժամանակ չեմ խնայում ու principi այն մասն է, որտեղ
իմ անձնական սաղ ժամանակը գնում է, որովհետև հետո երբ որ ասում եմ, օքեյ, դա իմպլեմենտացիա, ես չեմ համարում, որ դա իմ ժամանակն է այդտեղից գնում, այս մասում ոնց որ կարևոր է շատ sense իտերացիաներ անել ու ուղղակի չխնայել ժամանակը, որովհետև հեսա իրականում հաջորդ սլայդերին ես խոսալու եմ նրա մասին, թե որոնք են այն խնդիրները, որոնց բախվում եմ բանի ժամանակ, cloud code-ի հետ շփվելու ժամանակ։ Ու այդ խնդիրները հենց այս այն փուլը, որտեղ այդ խնդիրները կարելի է բացահայտել։ Ոնց ասացի, փաստորեն brainstorm երկար ժամանակ, կամ կարճ ժամանակ կախված feature-ից քննարկում, թե ինչ ենք ուզում implement-ենք ու ոնց, անպայման ինչ-որ challenge ենք անում իր առաջարկածները ու դրանից հետո ուղղակի ասում ենք implement ու ստեղ նույնիսկ այդ ընթացքում էլ sense cloud-ը այս meme-ը ես LinkedIn-ում վաղուց տեսել էի, փաստորեն այնքան է դուրս եկել, տենց հանգարցակի screenshot էի արել, բայց նույնիսկ չգիտեմ հեղինակով է, թե չէ source-ը կտայի, երբ որ sense հետը խոսում ես, պետք է մի քիչ զգույշ խոսաս, որովհետև հենց ասիր okay համաձայն եմ կամ ես իմ ինչ, մեկ է զգում ես, որ դու հələ պածած չես, որ ինքը գնա implement-ի, ինքը սկսում է արդեն implementation, ամեն դեպքում, եկեք հիմա խոսանք այն pitfall-ների, այն թերություն մի քիչ տենց դժվար է ասել նույնիսկ, բայց եկեք լավ, թեկուզ այդ բառով ասենք, այն թերությունների մասին, որոնք ես իմ աշխատանքի ընթացքում նկատել եմ cloud code-ում, որտեղ էլի ասում եմ, դրական կողմից չենք խոսում, դրանք շատ են, դրանց մասին կարելի է շատ ավելի երկար խոսել։ Okay, pitfall-ների մասին, հաջորդ 3 սլայդը pitfall-ների մասին է, ամեն սլայդում տենց 3 կետ նշել եմ, ուզում եմ դրանցով կիսվեմ։ Առաջինը դա այն է, որ parts feature մեկ-մեկ ուզում ես բան անես, implement-ես ու ինքը միանգամից սկսում է ինչ-որ սենց երկար բաներ ասում, արի սենց անենք, այնինչ, այս երևի նրանից է, որ երբ որ քո գլխում դու լրիվ պատկերացնում ես, թե կլիենտը ոնց պետք է պրոդուկտի հետ շփվի, փոխազդի եւ այլն, դու նաեւ ինչ-որ սենց նորմալ scope ես պատկերացնում, թե որի մեջ պետք է աշխատես ու եթե չհետևես, ինքը ստեղ կարող է պլանավորի շատ ավելի բարդ feature քո համար, որը շատ հաճախ դա քեզ պետք չի։ Ու այս փուլում կարևոր է, որ շփվես, ասես ինչա պետք, ինչ պետք չի։ Իդեպ այս մասը նաև իր հակառակ կողմն է ունի, այսինքն մեկ-մեկ ինչ-որ պարզ բանը բարդացնում է, բայց մեկ-մեկ էլ լավ կլիներ ավելի sense ճարտարապետական լուծում տար, արխիտեկտուրնի ավելի ճիշտ մոտենար, ու այդ մասերում էլ դեռևս իմ կարծիքով cloud code-ը այդքան ուժեղ չի ու շատ կարևոր է այս մասում հենց խորանալ, թե ինքը ինչ է առաջարկում իմպլեմենտացիայի փուլում։ Իմպլեմենտացիա, նույնիսկ մինչև իմպլեմենտացիան, այլ ինչ է առաջարկում հենց արխիտեկտուրնի մակարդակի վրա։ Ու ընդ որում ես որ այն ձևով ոնց գրում եմ brainstorm ու սկսում եմ խոսալ, ինքը նախ եւ առաջ ոնց որ առաջարկում է իմպլեմենտացիայի, հենց պրոդուկտային առումով իմպլեմենտացիայի ձևը, հետո ասում է կարանք սենց անենք, կարանք նենց անենք ու մեկ-մեկ պետք է իրեն ասես չէ, ավելի մի level ավելի բարձր գնա արխիտեկտուրն, այդտեղից մի հատ առաջարկներ արա։ Երկրորդ մասով այդ existing code base-ի ոնց որ մեկ-մեկ սխալ հասկանալն է, այսինքն երբ որ էլի գրում եմ /brainstorm ու ուզում եմ ինչ-որ մի հատ feature քննարկեմ հետը, ինքը ասում է դե օքեյ, դու հիմա ունես այս ընթացիկ վիճակը, սրա վրա կարելի է այս բանը ավելացնել ու եթե դու ոնց որ չտիրապետես քո product-ին ու քո code base-ին, դու կարող ես բաց թողես այդ, որտեվ մեկ-մեկ, որ ինքը ասում է այս է քո ընթացիկ վիճակը, նա սխալվում է։ Իրականում քո ընթացիկ վիճակը դա չի, ես գիտեմ, որ դա չի ու եթե չբռնես այդ պահին, ապա հետագա սաղ պլանը եւ այլն վատ է գնում։ Ընդ որում երևի թե այստեղ կարող է այն /brainstorm-ը, որի մասին ես ասում էի, որ ինքը շատ པարզ եմ գրել, միգուցե հենց այդ է, որ sense հետա գալի ու խայթում է հիմա, որովհետեւ եթե ավելի բարդ բան գրեի, միգուցե ինքը այդ feature-ը ավելի լավ հասկանար, բայց անկեղծ ասած, այս ոնց որ թե չգիտեմ ինչ եղավ ճիշտ ասած, ամեն դեպքում եթե հնարավոր է սա կարակ մասնուգի։ Հա, ինչի մասին էի խոսում, որ հա, որ իրականում
ինքը ընթացիկ վիճակը կարա սխալ հասկանա ու անպայման պետքա դա բռնել։ Հա, ես ասում եմ միգուցե դա նրանից է, որ այն brainstorm skill-ը բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ ես դա նկատել եմ նաև օրինակ Super Powers-ի brainstorming-ի ժամանակ ինքը ընթացիկ վիճակը code-base-ի սխալ հասկանում։ Սա իրականում երբ որ ես մենակ եմ աշխատում բանի վրա, code-base-ի վրա, ես դա կարողանում եմ բռնել, այստեղ իրականում իմ համար մի քիչ ու ես օրինակ հետաքրքիր կլինի սա քննարկեմ այն մարդկանց հետ, ով թիմերով են աշխատում product-ների վրա, օրինակ եթե ուրիշ մարդ ուրիշ feature թիմակիցս ուրիշ feature implement-ի ու այդ ժամանակ ես հավանականությունը զգալի ընկնում է, որ ես կբռնեմ այն, որ օրինակ cloud code-ը գրում է այ ընթացիկ վիճակը տեսա։ Հա, մի խոսքով, ստեղ շնորհակալություն շատ կարևոր է հետևել, որ բաց չթողես ու սխալ բան չպլանավորի սկզբանե ու սխալ բան չքննարկեք։ Մեկ էլ երևի այս երրորդը հենց կապված է նրա հետ, այս նախորդ ասածից հետ է կապված, միգուցե այս կոնտեքստ, երբ որ կոնտեքստը մեծանում է, ինչքան մեծանում է, իհարկե ես այս խնդրին չէի բախվում, երբ որ code base-ը, ասենք, շատ ավելի փոքր էր։ Ինչքան մեծանում է, այդքան այդ խնդրին ավելի շատ ես բախվում։ Ու մեկ-մեկ օրինակ sense եկա ինչ-որ մի հատ փուլի, որտեղ ես պետքա որոշեի, ես նոր ֆունկցիոնալը ես թողեի նույն app-ի մեջ որպես monolith, թե անեի microservice ու հենց այս պատճառով, որ ես զգում եմ, որ գնալով ինչքան ֆայլերը ավելանում են, ինչքան տողերի քանակը կոդի ավելանում է, cloud code-ը սկսում է գնալով մի քիչ որակը գցել, ստիպված օրինակ հանեցի որպես առանձին microservice։ Այս հենց մի հատ LLM-ական այդ API call-երի մասին մի երկու բան արժի ասել, որովհետև ոնց ասացի, այդ application-ը, որի վրա աշխատում ենք, ինքը շատ LLM-ական հենց API call-եր է իր մեջ պարունակում ու բավականին բարդ prompt-երով։ Ուստեղ հետաքրքիր էր, որ առաջի բանը, որ նկատեցի, ընդ որում նկատեցի բավականին ուշ ու sense բավականին տենց ոնց որ բարդ process էր մինչև այդ եզրակացությանը եկա, այդ այն էր, որ երբ որ մենք տենում ենք, թե ինչքան հեշտ է LLM-ը կոդ գրում, մեզ թվում է նաև prompt գրելը իր համար պետքա ընդհանրապես հեշտ լինի, այսինքն եթե մենք ուզում ենք օրինակ խնդիրը ձևակերպել ենք, ասում ենք, այս ինչ feature-ն է, այս feature-ի համար user-ը պետք է call անի LLM-ին, ասենք սկզբում նույնիսկ չէի նայում, դե ասում էի դե համել մի հատ էլ prompt կգրի, որ այդ user-ը այդ call-ը անի, պարզվում է, որ այդ prompt-ը գրելուց ինքը այդքան էլ լավ չի, կամ գոնե իմ փորձն է այդպեսին, մեկ-մեկ ինքը գրում է շատ երկար prompt-եր, նույնիսկ sense ասեմ, իմ կարծիքով այս պահին իմ կարծիքով մարդը կարող է ավելի լավ LLM-ի համար prompt գրի, այդ API call-երի համար, քան LLM-ը ինքը իր համար, ինքը շատ երկար prompt-եր է գրում, մեկ-մեկ այդ prompt-ը այնքան է երկարացնում, որ սկսում է դառնալ հակասական, ինքնահակասական, մեջը հակասող կտորներ կան, ու երբ որ դու երկար ես աշխատում, ինքը կամաց այդ նույն prompt-ը երկարացնում, ավելացնում բան ու վերջում դառնում է բավականին վատ prompt։ Մեկ-մեկ ինքը երբ որ prompt-ի հետ կապված խնդիր է առաջանում ու ասում ես, օքեյ, այս դեպքում չի աշխատում, ու մարդը այդ դեպքում երբ որ այդ խնդրին բախվեր, կասեր, օքեյ, եկեք prompt-ի մեջ այս ինչ բանը փոխենք, ինքը հակառակ է ասում, արի prompt-ը նույնը թողենք, ուղղակի մի հատ վերևից regex խփենք կամ չգիտեմ, validate տնենք կամ բարձր ավելացնենք եւ այլն։ Միգուցե նրանից է, որ ինքը հենց դասական coding-ի, ասենք engineering-ի example-ների վրա train արած ու իր համար սովորական է այդ ինքը լիքը բարձրներ ու regex-ներ է տեսել ու validator-ներ, բայց այսինքն շատ օրինակներ չի տեսել, որ խնդիրը պրոստը prompt-ը մի քիչ tune անելով ենք բանանում, ես երևի ես ժամանակ պետքա կպնեմ, մոռանում եմ։ Մի խոսքով, այդ էլ է մի հատ կտոր ու կստացի մի հատ էլ վատ մաս ունի, որ երբ որ այդ prompt-ը ինքը բարդացնում է, մեկ-մեկ ասում ես, օքեյ, այս դեպքում քիչ աշխատեց, օրինակ չգիտեմ, ինքը ասում է, որտեվ շատ է մանրանում, էլի դետալային, ասում է, որտեվ prompt-ի մեջ օրինակ author բառը չկար, արի հենց այդ author-ով օրինակը, որի վրա չի աշխատում, դնեմ մտցնեմ prompt-ի մեջ, այնինչ մեկ-մեկ հակառակը պետք է ոչ թե լրացուցիչ օրինակ ավելացնես, այլ հակառակը prompt-ը մի քիչ փոքրացնես, ընդ որում երբ որ ինքը prompt-ը գրում է, դու հետո իրան ասում ես մի հատ փորձի մինիմիզացնել կամ ինչ որ ավելորդ բաներ կա, հակասական բաներ կա, ինքը իրականում մի հատ վրով անցնում է ու
հաճախ կարա մինչև տենց 50-ից 70% ինքը իր գրած prompt-ը կարճացնի, որից հետո իրականում որակը լավանա։ Ну, այս երրորդն էլ տենց այդքան մեծ խնդրեմ չի, բայց տենց հետաքրքիր է, որ հա, ոնց ասեցի, ինքը երկար prompt-երը երկար է սարքում ու նաև տենց շատ ուժեղ ձևի դեպի cloud-ի օգտագործումը տենց ուղղորդում ու նույնիսկ տենց ասենք OpenAI-ի նկատմամբ, ասենք մեկ-մեկ սխալ բաներ ասում, ասում եմ ես կառաջարկեմ OpenAI-ի LLM call չանես, այլ cloud-ի call անես, որովհետև OpenAI-ը ասենք prompt caching չունի, ինչը բացարձակապես տենց չի, էլի։ Այս տենց ուղղակի որպես հետաքրքիր մի հատ կետ։ Ու հա, երրորդը այս արդեն technical depth-ն է, որը էլի երևի թե թիմերով աշխատելուց շատ ավելի արագ է ակումուլացվում, ամեն դեպքում նույնիսկ մենակ աշխատելուց ես դա շատ ուժեղ զգում եմ ու back-end-ի պարագայում ես դա կարամ բռնեմ, ասենք ես տեսնում եմ, որ սա պետք չէր sense implement-էլ, ուրիշ ձև էր պետք եւ այլն, ու front-end-ի դեպքում ես դա ուղղակի չեմ կարողանում բռնել, որովհետեւ գիտելիքս պակասում է ու ժամանակ առ ժամանակ մոտ մի 30 commit-ը մեկ ես ուղղակի մի հատ առանձին sense session բացում /brainstorm-ելի ու տենց ասում եմ որտեղ կարամ refactor անեմ, որոնք են ամենա տենց լավ refactor-ի տեղերը ու front-end-ում է back-end-ում է ինքը տենց մոտ մի 5-ից 9 մի հատ կետ նշում է հենց priority ոնց որ առաջնահերթություններով կարևորությամբ սորտավորած ընդ որոնց հետաքրքիր բան կա մեկ-մեկ session-ից session cloud code-ը կարա ինքը իրան հակասի, որովհետև տենց մի անգամ հենց բախվեցի նրան, որ front-end-ի մասով, ասի որտեղ կարամ ես refactor անեմ, ինքը ասեց այս 5 հատ տեղը ու սենց սորտավորեց, copy paste արեցի ուրիշ տեղ, հետո save արեցի մի հատ copy մեջ, հետ եկա հաջորդ անգամ session բացեցի, արդեն սենց այդ նույն 5 կետը ասեցի այս սրանք են, չասեցի, որ սրանք սորտավորած են, ասի որոնք է պետք է անել, ասեց դե երկրորդ, երրորդին կարաս չկպնես, առաջինը, չորրորդը ու 5-րդին նայ, այսինքն այդտեղ էլ ամեն դեպքում ինժեների judgment-ը կարևոր է։ Ու հա, մի խոսքով ժամանակ առ ժամանակ կանգնել, refactor անել, որովհետև small այս փոքր ոչ էֆեկտիվությունները իրականում ակումուլացվում են։ Օրինակ նաև խոսքի որ ասում եմ log ավելացում, եկել ինչ ասես, ասենք ես աշխարհում կա, սկսում եմ log-ավորել, այն որ կոզած բանը էլ չես կարող տենաս կամ ասում ես մի հատ docker ծարքի, docker ignore-ի մեջ չգրեմ։ Ինչ որ նենց է գրում, որ node մոդուլները մնում են եւ այլն, էլի, այսինքն սենց բաները, որ մարդը երբեք չէր անի, այդ կարևոր է հետեւել, որ աղբը չհավաքվի։ Okay, կամած ամփոփենք, իրականում ուզում էի ոնց որ սենց հետևյալ բանով ամփոփեի, ես սեպտեմբերին ինձ անցած 25 թվականի սեպտեմբերին մի հատ talk-ի կանչեցին, ասացին ոնց որ AI ու engineering ոնց որ այդ մասով մի հատ զեկույց ունենամ։ Այն ժամանակ ոնց որ այս ամեն ինչը նոր էր ու նույնիսկ վախ եմ բանի, որ արդյոք software engineer-ները ուղղակի դուրս են մղվել շուկայից, վախը, պանիկան շատ ավելի ոնց որ մեծ էր։ Տենց մի քանի օր մտածելուց հետո այդ talk-ը զեկույցանը տենց դրեցի why AI won't replace software engineers, will not replace software engineers։ Ու հիմա այսքան ժամանակ աշխատելուց հետո cloud code-ի հետ ինձ թվում է այս մասով ես նույնիսկ էլ ավելի վստահ եմ, որ ասենք software engineer-ները միևնույնն է պետք են։ Ընդ որում software engineer-ը okay, արդեն այն մարդիկ չեն, ովքեր ուղղակի տենց սինտաքսից ուժեղ են կամ նախևառ սինտաքսից ու հենց կոդ գրելուց կամ ինչ որ մի framework-ից, այլ հակառակը, այս engineer-ները, engineer-ական skill-ը մի քիչ, ասենք, bottleneck-ը շեղվում է, այսինքն ոչ թե արդեն կոդ գրելն է, այլ product-ային մտածելակերպն է, ճարտարապետական մտածելակերպն է, որը դեռևս շատ կարևոր է, ու այդ առաջին սկզբունքներից մտածել է այդ first principle thinking-ը, որը թույլ է տալի քեզ որոշումներ կայացնել ու նաև trade-off-ները ճիշտ դատել, այսինքն որտեղ ես դու պատրաստ ինչ որ ոնց որ ցանկացած հատկապես հիմնականում երբ որ դու մի քանի տարբերակ ունես, այդ տարբերակները բոլորը իրար մեջ trade-off-ներ են ու մի խոսքով ճիշտ որոշումը կայացնել մի քանի տարբերակից դրան է կամած գնում այդ software engineering-ը
Ու հա, մի խոսքով երևի ես արդեն ասեցի հիմնականում ինչ որ ուզում եի ասեի, կոդինգից շեղում ենք դեպի արխիտեկտուրա, դեպի UX, դեպի ճաշակ, ասենք դա էլ է կարևոր։ Էլի ուզում եմ մի անգամ շեշտեմ ամփոփման մեջ, որ սա ավելի շատ մենակով MVP-ի վրա, product-ի վրա աշխատելու փորձ էր, քան թե թիմով, որովհետև ես վստահ եմ թիմով աշխատելուց բոլոր ֆլոուները շատ ավելի պետք է խստացվեն, ավելի փոխվեն, ու միգուցե երբ որ արդեն թիմում նոր մարդիկ կլինեն հաջորդ կոնֆերանսին ձեր կազմակերպած, արդեն այդ change-երը հաշվի առնելով արդեն լրիվ ուրիշ թոք կունենամ։ Այսքանը, շնորհակալություն, իմ անունը Արսեն Եղազյանն է, LinkedIn-ում կարաք ինձ հեշտ գտնեք կամ մեյլով կապնվեք, նաև ստեղ եմ լինելու, եթե ինչ-որ հարցեր կան։ Բարև ձեզ ու մերսի հետաքրքիր ելույթի համար։ Ես ուզում եմ մի հատ բանի անդրադառնանք, որ վերջերս իմ մոտ նկատել եմ կոդինգ անելուց AI-ի օգնությամբ։ Օրինակ սարքում էի մի հատ builder, կոդի կտոր AI-ի օգնությամբ, ասեցի օքեյ, հաջորդ նմանատիպ builder-ը ինքը սարքեց մի քիչ ուրիշ տիպի։ Այսինքն տպավորությունն է, որ պիտի prompt-ի մեջ անընդհատ հսկել իր արածը, սա coding style-ի մասին չի կամ չգիտեմ ինչ որ այլ improvement-ների մասին չի, այլ իր behavior-ը, էլի ոնց է ինքը հետևում իմ հրահանգներին, ինքը սարքեց ուրիշ ձևի builder, query-ին ու այդ ամեն ինչը նորից կրկնվեց։ Հիմա տպավորությունն է, որ ես պիտի շեշտեի, չէ, հետևի այն սկզբից սարքած builder-ի օրինակին ու մնացածը սարքի նույն ձև ու տպավորությունն է, որ մենք անընդհատ պիտի վերահսկենք իր աշխատանքը, ինչքան էլ որ skill-եր ու improvement-ներ ունենք արած։ Այս մասով ինչ կարծիք ունեք։ Մերսի։ Իրականում ճիշտ եք ասում, ես նույնիսկ մտածում եմ այդ կետը ավելացնեմ բանի մեջ, սլայդերի մեջ, հետո ասեցի, ասենց բանավոր կասեմ ու մոռացա։ Իրականում դա մի բան է, որին ես էլ եմ բախվել, իրոք այդ ձև է, հատկապես երբ որ ինչ որ երկու իրար նման կլաս պետքա սարքես կամ ոնց որ պետքա մի քանի տարբեր sense օբյեկտների հետ աշխատես, որոնք իրար նման են։ Ինքը ոնց որ reusability-ից ես եմ զգացել, որ բավական չասեմ, բայց թերանում է մեկ-մեկ ու փոխանակ, չգիտեմ, մի abstract-այի կլաս վերև գնա, ինչ որ abstract կլաս սարքի, որտեղից են մնացածը ժառանգի եւ այլն, ինքը մեկ-մեկ ուղակի վեկալում, լիքը բան կոպիանում դնում է կողքը, հա, իրոք, այդ մասին պետքա հետևել, ես ավելի շատ տենց աչքով եմ դրան ճիշտ նախուզես պայն հետևում, բայց լրիվ նույն խնդրին ես էլ եմ բախվել, որ փոխանակ ինչ որ մի բան փոխի reuse անի, եթե դու իրան ուղիղ չես բանանում, չես ասում դրա մասին, ինքը պրոստը սկսում է տենց, չգիտեմ, իրար կողք կլասներ սարքել, որոնք մարդը հաստատ տենց չեր անի, ավելի էֆեկտիվ կաններ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Շատ լավ ներկայացրիք, շատ հարցերի պատասխան գտա ձեր պրեզենտացիայից։ Իմ հարցը մի քիչ ավելի sense փիլիսոփայական է, սովորաբար ասում են մարդը այն մարդկանց ու այն իր կարդացած գրքերի արդյունքն է։ Ինչ եք կարծում, ուր կտանի մարդու ու AI-ի հանդիպումը։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Հա, մի քիչ տենց փիլիսոփայական հարց է, ես կդժվարանամ ասենց 1-2 րոպեում ասեմ, առավել եւս ամենայն անականացում ինչ որ ասեմ, տենց կամ հիմարություն անելու կամ չի իրականանալու, բայց ես ավելի շատ sense, եթե ամեն դեպքում փորձեմ մի ձև պատասխանեմ, իմ կարծիքով AI-ը ամեն դեպքում գործիք է ու ոնց որ աշխարհը չի գրավելու, այլ միայն եթե ճիշտ օգտագործենք, մեզ ավելի էֆեկտիվ է սարքելու կամ գոնե ինձ տենց դուր է գալի մտածել։ Մի խոսքով, հա, ես հույս ունեմ, որ դա մենակ մեզ ավելի էֆեկտիվ կսարքի ու ավելի հետաքրքիր կդարձնի բոլորիս կյանքը։ Բարև ձեզ, շնորհակալություն պրեզենտացիայի համար։ Մի հարցն եմ, դուք ասացիք, որ սա միայնակ եք, չէ՞, կառուցել այս պրոյեկտը։ Task-երի հետ կապված, task-ը որը դուք ինքներդ եք արել AI շնորհիվ միջոցով, թե ես
ուղղակի իմ համար մի հատ տենց լինեար եմ օգտագործում, թիմակցիս հետ կիսում եմ, լինեարով ուղղակի task-երը շատ բարձր եմ գրում, այսինքն spec-եր բաներ շատ երկար ես չեմ գրում, ու նաև հետո այդ spec-երը save չեմ անում, ավելի շատ ուղղակի որ task-ի անունի ու minimal description-ի մեջ թե ինչ պետք է արվի, այսինքն այդ loop-ը, որ չգիտեմ, գրվի spec, maximal detailed, հետո այդ տարվի մտցվի AI մեջ, դա այս բանին այդ ձև չեմ անում, ուղղակի լինեարով իմ համար պրոյեկտ եմ բացում, մեջը task-երը ավելացնում եմ, սովորական դաժե Kanban board-ով տենց առաջ եմ շարժում։ Այսինքն task-երը հիմնականում ձեզ հիշացնելու համար եք անում, այլ ոչ թե կապում եք task-ը հենց։ Okay, շնորհակալություն։ Այդ task-ը երկար ոնց որ քննարկել, մանրամասն իրան վերածել spec-ի ու իմպլեմենտացիայի պլանի, դա անում եմ հենց ուղղակի cloud code-ի session-ի մեջ ու այդ brainstorm-ով, նույնիսկ այնց plan mode վաղուց, ասենք չեմ էլ հիշում օգտագործածել եմ կամ cloud-ը մեր շփման արդյունքում switch լինի plan mode։ Ուղղակի brainstorm-ով երկար ժամանակ այդ task-ը քննարկում եմ, հետո ուղղակի ասում եմ implement, որը սկսում է իմպլեմենտացիան։ Երևի թե երկար զրույցը դառնում է նաև հենց պլանը ու spec-ը։ Okay, շնորհակալություն։ Շնորհակալություն։